Ես հստակ օրինակով եմ ուզում բերեմ, որ պարզ լինի հիմա ինչա մեր հետ կատարվում։ 2008 թվական ռուս-վրացական պատերազմ։ Վրաստանի իշխանությունները հիմա բավականին հետաքրքիր գնահատականներ են տալիս Սաակաշվիլի իշխանության շրջանի եւ ինչ եզրահանգման են իրենք գալիս, որ Սաակաշվիլին անհրաժեշտ էր որպես մի սուբյեկտ, որը իր քայլերով պետք է սադրի պատերազմ, այդ պատերազմի պատասխանատվությունը բարդի Ռուսաստանի վրա, բայց դա հանգեցնելու էր նրան, պետք է հանգեցներ նրան, որ անկախ Վրաստանի տարածքային կորուստներից վրացական հասարակության մոտ անհնար կլիներ խոսել, պատկերացնել, որ Ռուսաստանի հետ հնարավոր է ես նույնիսկ չեմ ասում բարի դրացական հարաբերություններ հաստատել, այլ տնտեսական առողջ կոոպերացիա ունենալ։ Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, հետևյալ համատեքստում ինքը քայլեր է անում, որոնք անխուսափելի են դարձնում պատերազմը, պատերազմի շրջանակներում տապալում է պատերազմական մենեջմենտը, հետ պատերազմական շրջանում ինքը տապալում է բանակցությունները, տարբեր պատճառաբանություններ բերելով, բայց դրա հիմնական պատասխանատուն քարոզչական դաշտում նշանակում է Ռուսաստանը։ Դա իր հերթին հանգեցնելու է պարզապես նրան, որ հայ հասարակության զգալի հատվածի մոտ այս ընկալումն է, որ Ռուսաստանի հետ անպատկերացնելի է բարի դրացական հարաբերություններ էլ չէ, տնտեսական կոոպերացիա առողջ, որ դա անհնար է, այս մտայնությունը հայ հասարակության զգալի հատվածի մոտ ինքը խորանալու է